Приветствую вас на 13-й ежегодной встрече секретарей Совета Безопасности государств-участников СНГ. Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Մոսկվայ է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների ղեկավարների ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով։ Հավաքի ավարտին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Մոսկվայի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում զգալի է եղել։ Այս ողջ ընթացքում Ռուսաստանն արել է ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար, եւ ահա վերջապես խաղաղությունը եկել է տարածաշրջան, հայտարարել է Շոյգուն։ The future is in our hands. Միացյալ Նահանգներում իշխող հանրապետականներն առաջին ընտրական պարտությունն են կրել Դոնալդ Թրամփի երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց ի վեր։ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է 34-ամյա դեմոկրատ, ձախ հայացքներով հայտնի Զոհրան Մամդանին։ Նա կդառնա Նյու Յորքի առաջին մահմեդական ղեկավարը։ Վիրջինիայի նահանգապետի ընտրություններում հաղթել է դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Էբիգել Սփենբերգերը, Նյու Ջերսիում դեմոկրատ Միկի Շերիլը։ And that expectation is well deserved. Քրդական խնդրի լուծման նոր փուլ է մեկնարկում, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն եւ զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով ORS ինքը շատ կառուցողական բանակցություններ է անցկացրել քրդամետ դեմ կուսակցության ղեկավար անդամների հետ, որոնք կոչ են արել թույլատրել քրդական բանվորական կուսակցության ՑՄԱ ազատազրկման դատապարտված առաջնորդ Աբդուլլա Օջալանին հանդիպել թուրքական խորհրդարանի անդամների հետ։ Կարծես թե ահաբեկչությունից ազատ Թուրքիայի ճանապարհին մենք նոր հանգրվանի ենք հասել, հայտարարել է Էրդողանն, ընդգծելով, որ ձեռք բերված առաջընթացը ինքը խիստ արժեքավոր է որակում։ 10 մարդ է վիրավորվել այսօր Ֆրանսիայում անցորդների եւ հեծանվորդների զանգվածային կանխամտածված վրաերթի հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Օլերոն կղզում։ Հարձակումից անմիջապես հետո դրա հեղինակը լքել է ավտոմեքենան եւ փորձել է հրկիզել այն։ Ֆրանս պրես գործակալության փոխանցմամբ, սակայն դա նրան չի հաջողվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան վնասազերծել են էլեկտրաշոկերների կիրառմամբ։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ հարձակման հեղինակը Ֆրանսիայի 35-ամյա քաղաքացի է, իրավապահները նրա անունը առայժմ չեն հրապարակում։ Նոյեմբերի 2-ին իրականացված ուկրաինական հարվածների հետևանքով Տուապսեի նավահանգիստը դադարեցրել է նավթամթերքի արտահանումը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Սեփական աղբյուրները եւ Սև ծովում նավերի տեղաշարժը վերլուծելուց հետո գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ Տուապսեում գտնվող Լուկոյլ ընկերության նավթամշակման գործարանը հարվածներից հետո եւս դադարեցրել է աշխատանքը նավահանգստային ենթակառույցներին հասցված վնասի հետևանքով։ Reuters-ի տեղեկություններով Լուկոյլի գործարանն օրական 240,000 բարել նավթամթերք է արտադրում, դրա մեծ մասը արտահանվում է Թուրքիա, Մալազիա, Չինաստան եւ Սինգապուր։